Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոպ-արտն է։ Մեր այսօրվա հյուրն այն երգիչն է, ով ներկա է գրեթե բոլոր շքեղ եւ էլիտար համարվող միջոցառումներին, սակայն ներկա է ոչ թե որպես երգիչ, այլ որպես հանդիսավար։ Ճանաչվելով Հայաստանի լավագույն շոումեն, այնուամենայնիվ նա չի մոռանում երգարվեստի մասին, խոսք տալով լսելի դարձնել իր նոր ստեղծագործությունները։ Չնայած ժամանակ առ ժամանակ բեմը լքելու ցանկությանը, նա այսօր չի խոչընդոտում դստեր շոու բիզնես մուտք գործելու որոշմանը։ Մեր այսօրվա հյուրը երգիչ շոումեն Սամվել Գրիգորյանն է։ Հասարակ մարդու համար հրավիրել իր բայց կլինի կեսից Ոշի մայնի աղջեք երկը ու տեքստիլի լավ տղ երկը Իչև լույսիմ երկն է երկելու Մենակ ես չի կարել Լծեք գինին ճանասենք ու ճանասենք Ժենգյալով ասոտի արա խարի գնանգ մերվարավակ Բարև ձեզ Սամվել, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար եւ մեզ մոտ հյուրընկալվելու համար Բարև ձեզ, խնդրեմ, շնորհակալ եմ նաեւ ես հրավերք ունենալու համար Զրույցն ուզում ենք սկսել հայկական շոու բիզնեսում ձեր զբաղեցրած տեղից։ Կարելի է ասել, որ դուք վերջին ժամանակներս բավականին пассив եք, ինչ որտեղ նաև ակտիվ եք, սակայն չենք կարող ասել, որ հասարակության մեջ Սամվել Գրիգորյան անունազգանունը մոռացության է մատնվել։ Կասեք միտումնավոր է արված այս կարգավիճակը եւ արդյոք չեք հոգնել այդ ոչ կայուն կարգավիճակից։ Գիտեք, ինքս կողմնակից եմ այն հասկացողությանը, որ երբեք չի կարելի չափից ավել, հա իզաբելիա լինի, եթերում լծված լինի մի մարդը անընդհատ, որից որ կարող են հոգնել եւ անհետաքրքիր դառնա մարդը։ Յուրաքանչյուր բնագավառում, հա միշտ էլ գեղեցիկ է, երբ որ մի փոքր գաղտնիքներ կան։ Երբեք չի կարելի լիարժեք ամեն ինչին տրվել, հա, երբեք չի կարելի ամբողջությամբ եթերում զբաղվել, եթերը զբաղեցնել Ինչքան քիչ, այնքան ավելի համեստ եւ այնքան ավելի ցանկալի հետագայի համար։ Դա է պատճառը, իսկ տեղը ունենալը, չգիտեմ, միգուցե եւ ունեմ ինչ-որ տեղ, ինչ-որ իմ անունս, ամեն դեպս ինքս աշխատասեր եմ, սիրում եմ աշխատել եւ սիրում եմ շարունակել աշխատել։ Այսինքն ձեր դադարը կապված է միայն հանդիսատեսին չհոգնեցնելու հետ։ Միգուցե ինչ-որ տեղ, ինչ-որ չափով այդպես, միգուցե եւ նոր աշխատանքների հետ կապված են, որոնք դեռ առայժմ աշխատանքային process-ի մեջ են։ Շուտով երևի թե կավարտվեն աշխատանքները եւ ինչ-որ բան կարող ենք միանշանակ ցուցադրել։ Հանդիսատեսը ձեզ ի սկզբանե ճանաչում էր որպես երգիչ, բայց այսօր դուք կարծես թե զբաղվում եք ամեն ինչով, գրեթե ամեն ինչով, բացի երգելուց, եւ վերջին շրջանում ձեզ կարելի է տեսնել տարբեր միջոցառումներին հանդիսավարի դերում։ Այստեղից կարող են ենթադրել, որ հանդիսավարների միջև ընթացող մրցակցությանը կարողանում եք դիմագրավել, ինչը չենք կարող ասել երգարվեստի մասին, եւ այդ իսկ պատճառով է, որ վերջին շրջանում դուք նախապատվությունը տալիս եք ձեր հանդիսավարի շոումենի աշխատանքին։ Որպես հանդիսավար մրցակցության մեջ որևէ մեկի հետ երբևիցե չեմ փորձել մտնել, հա, մրցակցություն ունենալ, ինքս իմ ուրույն տեղս ունեցել եմ որպես հաղորդավար։ Հանդիսավար եւ մնացած տեսակի միջոցառումներ, երբ որ լինում են եւ հրավիրում են, այդպես բնականաբար հաճույքով համաձայնվում եմ, եթե դա ինձ հետաքրքիր է եւ եթե դա լավն է, գեղեցիկ է լինելու։
Երկի ասպարեզում մի փոքր ավելի пассивացել եմ միանշանակ, Եվ կարծես թե դա հանդիսավարի աշխատանքը ավելի առաջին պլան է մղվել, քան երկարվեստը։ Երևի թե գիտեք, սոցիալական միգուցե կապ չունի ամեն դեպքում, երբ որ յուրաքանչյուրս աշխատում ենք այնպես, որտեղ որ լավ լինի մեզ, չէ՞, այնտեղ որտեղ որ մեզ համար մի փոքր ավելի պայմանները լավն են։ Որպես հանդիսավար միգուցե ավելի լավն են պայմանները, դա է պատճառը, որ երևի թե ավելի շատ գործունեությունս դեպի ծավալում եմ հանդիսավար լինելուն։ Երգելը շատ սիրում եմ, դա ինձ համար երբեք չի եղել հիմնական մասնագիտություն, դա եղել է միշտ հոբի, միշտ սիրելով ցանկացել եմ եւ արել եմ։ Ինքս երբեք չեմ հայտ ներկայացրել որպես երգիչ, հա, որպես երկող դերասան, այդպես եմ Բայց հայտնվել եք հայկական շոու բիզնեսում հենց որպես երգիչ։ Հա, որովհետեւ սկզբնական ժամանակները երևի թե այդպես ներկայանալը երևի թե ճիշտ կլիներ։ Միգուցե տարիքս այն ժամանակ երիտասարդ էի, միգուցե ավելի ճիշտ էր։ Ամեն դեպքում որպես երգիչ չեմ ներկայացել, то есть ինձ որպես երգիչ այդպես չեմ թույլ տվել որպեսզի ներկայացնեն։ Երկող դերասան, այսինքն կոնկուրսներ, մրցույթներ եւ այլ այդպես բաներ երբեք չեմ մասնակցել, չեմ կարծում որ դա ինքս պետք է եղել երբևիցե։ Ես ինքս տենց լուրջ ինչ-որ երգիչ որպես ներկայանալը չեմ գտնում որ ճիշտ է։ Լավ, խոսելով կորպորատիվ միջոցառումներից, չենք կարող չխոսել այն մասին, որ Սամվել Գրիգորյանին միշտ տեսնում ենք որևէ պաշտոնյայի կամ հայտնի մարդու միջոցառմանը։ Հետաքրքիր է դա ինչով է պայմանավորված, էլի ֆինանսական խնդիրների հետ է կապված, թե ուղղակի դուք կմահաճ եք եւ մեծ նշանակություն եք տալիս, թե որ խավի ներկայացուցիչի համար եք աշխատում։ Աշխատանքը խավի հետ առասարակ ոչ մի կապ չունի, լինում են նաեւ շատ սովորական զուսպ համեստ հնարավորություններ ունեցող մարդկանց միջոցառումները վարելը, պաշտոնյաները եւ ավելի բարձր կարգը առասարակ ոչ մի կապ չունի։ Ուղղակի ասեկոսներն պատտվում այն մասին, որ մի փոքր դժվար է Սամվել Գրիգորյանին հրավիրել կորպորատիվ միջոցառման աշխատելու համար։ Եվ եկեք չմոռանանք, ներողություն չմոռանանք, որ թեկուզ արտերկրում կայացող բոլոր մրցանակաբաշխությունների եւ բոլոր համերգների ժամանակ հենց ներկա է որպես հանդիսավար Սամվել Գրիգորյանը։ Եթե հրավիրում են նախր ես ու չեմ կարող մերժել։ Իսկ ինչ վերաբերվում է որ հասարակ մարդուն կամ փոքր հնարավորությունների տեր մարդ երբևիցե նման խնդիր չեմ ունեցել, ու ասեկոսները երբեմն լինում են իրականությանը համապատասխանող, նաև լինում են երբեմն ասեկոսներ, որոնք իրականությանը չի համապատասխանում։ Եղել են նույնիսկ դեպքեր, որ ես ինքս նույնիսկ նվեր եմ արել, հա, նույնիսկ ցանկացել եմ որպեսզի տեսնելով իրենց պայմանները, բայց այնքան ցանկություն ա եղել որպեսզի ես վարեմ, հա, դա ես ամեն ինչ անցկացնեմ, կազմակերպեմ, ես դա նվեր եմ արել, մեծ սիրով եմ արել։ Էական նշանակություն դա ինձ այդքան չի ուրախացնում, հա, որ այդքան դժվար է, այդքան հեշտ չի իրան կանչելը, բացարձակապես դա ինձ ուրախություն չի պատճառում։ Ինձ ուրախություն պատճառ է այն ժամանակ, երբ որ ես աշխատեմ եւ աշխատանքից արդյունքը տեսնեմ իսկապես լավն է։ Եթե մի ընտանիք նոր ձևավորվող ընտանիք ամուսնանում են, երիտասարդներ, ես ավելի շատ կուրախանամ ոչ թե իրանց հնարավորություններից կամ իմ աշխատանքից, այլ չէ, կուրախանամ այն ժամանակ, երբ որ իմ աշխատանքի արդյունքում իրանց լավ ամուր ընտանիք լինեն, հրաշալի ընտանիք, լավ երեխաներ ունենան, երջանիկ լինեն։ Դա ավելի երջանկություն ինձ կպարգևի, ավելի ուրախություն, քան վայ, գիտեք, Սամվել Գրիգորյանը բարձր աշխարհ, նորմալ է, ամեն յուրաքանչյուրը իր գնահատականը ունի, յուրաքանչյուրը իր արժեքը ունի։ Լավ, անդրադառնանք, հա, բեմին եւ կրկին երկարվեստին։ Մեկ անգամ նշել եք, որ երբ առանձնանում եք ինքներդ ձեզ հետ, ավելի եք ցանկանում, հա, ավելի է ցանկությունը ուժեղանում թողնել այն ամենը, ինչը կապված է բեմահարթակի հետ։ Եվ մի տեսակ ձեր խոսքից հիասթափություն ենք զգում, այ հետաքրքիր է, ինչն է այս որոշման պատճառը եւ որ երևույթն է ամենահիասթափեցնողը ձեզ։ Ես չգիտեմ թե որ հարցազրույցն եք դուք ի նկատի ունեք, հա, երբեմն որ առանձնանում եմ ինքս իմ մտքերից մեջ, երբեք չեմ ցանկանում թողնել բեմահարթակը, դա միակ տեղն է, որտեղ որ ես ինձ լիարժեք լավ եմ զգում, լիարժեք եմ զգում եւ կատարյալ եմ զգում։ Հնարավոր չէ որ ես իմ աշխատանքս թողնեմ։ Միգուցե մի որոշ ժամանակ ավելի քիչ որպես երգիչ ներկայանամ, միգուցե գա ժամանակ որպես դերասան ավելի շատ ներկայանամ, քանի որ ինքս կրթությամբ դերասան եմ պրոֆեսիոնալ։ Չի բացառվում նաև լինի ժամանակ, որ որպես հաղորդավար ավելի քիչ, որպես երգիչ ավելի շատ, հա, եւ այլն։ Այսինքն, բայց իմ աշխատանքը դա բեմն է, ես իմ աշխատանքս եւ իմ կյանքս տեսնում եմ միայն բեմում։ Իսկ թատրոնը նշել եք նաև որ խուսափում եք բեմից թատրոն վերադառնալուց եւ վախ իհարկե մի փոքր վախ կա, որովհետեւ մոտ 20 տարի թատրոնի բեմում չեմ եղել, չնայած իմ երազանքն է նորից վերադառնալ թատրոն եւ թատրական թատրոնի բեմից շփվել հանդիսատեսի հետ։
Իսկ ինչու, որովհետև այն խորթ է ձեզ համար, թե թատրոնի նվիրյալները որպես կանոն չեն կարող մեծ ֆինանսական ակնկալիքներ ունենալ։ Հասկանում եմ ինչի նկատի ունեք։ Ֆինանսները երևի թե վերջին տեղում են գտնվում, հա։ Վաղ դեպի թատերական արվեստը, ես չգիտեմ որքանով կստացվի դա, որքանով ճիշտ կլինի, որքանով ընդունելի կլինի, որքանով իմ տեղը կունենամ թատրոն։ Այդ վախն է, որ 20 տարի դեռ sense երկմտանքի մեջ եմ, դա է պատճառը։ Իսկ ֆինանսները բացարձակապես կապ չունի, աշխատող մարդը կարող է աշխատել եւ թատրոնում եւ ցանկացած վայրում։ Փաստորեն դուք դեմ չեք, որ մի մարդ լինի եւ հաղորդավար եւ երգիչ եւ դերասան, որովհետեւ ընդունված կարծիք կա, չէ, արա մի գործ, արա շատ լավ եւ արա մինչեւ վերջ։ Քանի որ դրանք բոլորը մեկը մյուսի հետ կապված են, եւ թատրոնը, եւ երաժշտությունը, եւ հաղորդավար լինելը, հա, եւ կազմակերպչական աշխատանքները, դա նույն արվեստի ճյուղն է։ Ոչ մի տարբերություն չկա։ Լինել երգող դերասան, դա կարծում եմ, պես երկու մասնագիտություն չի, ընդհանրապես մի մասնագիտություն է, որը երաժշտական մարդ է եւ որպես դերասան կարողանում է նաեւ երգել։ Գնան Շուշի կեփանենք, հադրութում մի տաս խմենք, Մարտունի ու Մարտակեր, տասկեր Ստեփանակեր, լցրեք գինին ճանասենք, ճանասենք ու ճանասենք, ժենգյալով ասոտի արա, խարի գնան գմեր վարավատ։ Լավ Սամվել, բոլորիս քաչ հայտնի է, որ ձեր աղջիկը Նարեն նույնպես ցանկանում է մտնել հայկական շոու բիզնես եւ իր քայլերը շարունակել այնտեղ։ Հետաքրքիր է դուք երկար տարիներ լինելով հայկական շոու բիզնեսում, ունենալով բազմաթիվ ծանոթություններ եւ իմանալով ամեն նրբություն հայկական շոու բիզնեսում առաջ գնալու համար, ինչպիսի քայլեր եք ձեռնարկում Նարեի համար, որպեսզի նրա ճանապարհն ավելի դյուրին լինի, որովհետեւ ինչպես տեսնում ենք Հայաստանի ձայնը նախագիծը ավարտվել է եւ ինչպես Նարեն, այնպես էլ երկու հաղթողները ոչ մի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Ի տարբերություն մնացած մասնակիցների, ովքեր հասցրել են նույնիսկ հայկական ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդես գալ, չունենալով հայտնի ծնողներ։ Ես հասկանալի է։ Ես ասեմ մի անգամից հարցին պատասխանեմ այսպես, Նարեն շոու բիզնես մուտք գործար ջուրքալերա ձեռնարկում որպեսզի ներս մտնի մուտք դեպի շոու բիզնես, մի քիչ ինձ համար անհասկանալի է դա, գիտեք ինչի, որովհետև Նարեն այս պահի դրությամբ Հայաստանի երգեպետական թատրոնի մեներչուհի է։ Ըստ ինքը աշխատում է երգեպետական թատրոնում որպես երգչուհի, պրոֆեսիոնալ երգչուհի։ Սակայն դեռևս ոչ մի տեսահոլովակ, ոչ մի համերգների ժամանակ Նարեին դեռ չենք տեսնում։ Նու համերգներ կան իհարկե, որին մասնակցում են, ու խոսքը գնում է տեսահոլովակի մասին, որին մենք հիմա պատրաստվում ենք եւ աշխատում ենք, շատ հրաշալի լավ երգ կա, որի հիման վրա կնկարանվի տեսահոլովակ Նարեին։ Ուղղակի այդպես աղմուկները կապված Հայաստանի ձայնը նախագծի հետ, այդ աղմուկներից հետո մի փոքր ավելի այդպես пассивացանք մենք ու դա երևի թե ճիշտ էր, որովհետեւ շատ տհաճ իրավիճակում հայտնվեցինք մենք պատահական, որ Նարեն որպես երգչուհի ներկայանում է Հայաստանի ձայնի նախագծում եւ այս տպավորություն է ստեղծվում, որ Սամվելի աղջիկն է, դա է պատճառը, որ չէ որ բոլորիս ակնհայտ էր, որ Նարեն երգում է, երգող է, երգելու է, հա։ Այնպես չէր, որ Նարեն իրենց ոչինչ չէր ներկայացնում եւ papayi պատճառով այդպես մտավ, հա, որ papayi պատճառով դուրս եկավ, այդ միանշանակ է, то есть ես չցանկացա, որպեսզի ինքը շարունակի այդ նախագծում, որովհետեւ արդեն հոգնել էին այդ ասեկուսներից։ Միգուցե դա նաև նրանից էր, որ մինչ այդ ինչ որ քայլեր չէր ձեռնարկվել, որ Նարեն հասարակությանը ավելի հայտնի դառնա եւ հասարակությունը միանգամից տեսնելով Նարեին Հայաստանի ձայնը նախագծում միանգամից սկսեց ինչ որ քննադատություններ հնչեցնել նրա հասցեին եւ հետաքրքիր է նշեցիք, որ ձեր ցանկությամբ է ինչու՞ չէ նաև դուրս եկել նախագծից։ Այ դուք որպես հայրիկ զգում եք, որ այս խոսակցությունները կարող են ընկճել եւ ազդել նրա հետագա ստեղծագործական Ոչ, եթե ես հասկանայի եւ պատկերացնեի, որ նման իրավիճակում մենք հայտնվենք ընտանիքով, ուղղակի Նարեն չէր մուտք գործի դեպի Հայաստանի ձայնը հեռուստանախագիծ։ Մենք ուղղակի Նարեն հայտնի չէր որպես մեներկչուհի, բայց Նարեն աշխատում էր արդեն մոտ 2 տարի որպես մեներկչուհի երգեպետական թատրոնում եւ խմբակային այդպես, հա, ներկայանում էր որպես խմբի թատրոնի մեներկչուհի, այլ ոչ թե առանձին որպես մեներկչուհի։ Դա էր պատճառը։ Իսկ Նարեն որ երգում է եւ Նարեն դեռ կերգի ու դեռ շատ բաներ կանի, դա միանշանակ է, խնդիր չկա բացարձակապես։ Ուղղակի դե ինքը պրոյեկտն է, հա, նախագիծն է այդ տեսակ։ Նախագիծը վերջացավ, ոչինչ չունեն էլ անելու։ Շարունակողը կարող է շարունակել, ովքեր որ անզորեն եւ ի վիճակի չեն, ուղղակի չեն շարունակի։ Իսկ Նարեն կշարունակի։
միանշանակ։ Շատ ուրախ ենք։ Հետաքրքիր է այդ ընթացքում որպես հայր ինչ խորհուրդներ եք տալիս Նարեին, քանի որ բոլոր հայտնի մարդկանց երեխաները ինչ որտեղ խոցելի են դառնում, որովհետև նրանց ցանկացած հաջողություն կապում են հայտնի ծնողներ ունենալու հետ։ Նարեին միայն հոգեբանական խորհուրդներ եմ տվել, ուրիշ ոչ մի, որտեղ ինքը լիարժեք պատրաստ էր նախագծին մասնակցելու, լիարժեք պատրաստ էր նույնիսկ եզրափակիչ փուլում հայտնվելու, ինչու ոչ նաև որպես հաղթող պատրաստ էր Նարեն։ Ընդհանրապես իրեն հոգեբանական խորհուրդներ, հոգեբանորեն է միակ կողքը եղել, ուրիշ ոչ մի կերպ։ Հա, մնացած հարցերում նույնպես, ասենք, երկի ընտրության հարցում, երկի աշխատանքի հարցում միշտ կողքը եղել եմ։ Ցանկացած հարցում լավ խորհուրդները միանշանակ ուրիշ կերպ չէր կարող լինել, բայց հոգեբանական այդ ճնշվածությունը երեխայից ես չցանկացա ուղղակի որպեսզի դա շարունակվեր։ Քանի որ դժվար է կարիերայի հենց սկզբից միանգամից տեսնել այդ մեդալի հակառակ կողմի ողջ դառնությունը։ Գիտեք, ինձ համար շատ ուրախալի փաստ էր նա, որ Նարեի առաջին ելույթից հետո մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես 90,000 դիտում համացանցում դա արդեն բավականին լուրջ նոր սկսնակ մարդու համար լուրջ արդյունք էր։ Դա ինձ ուրախացրեց։ Կան իհարկե շատ լավ կարծիքներ, կային նաև շատ լավ մեկնաբանություններ, կոմենտներ կային վատ եւ լավ։ Այդ ամեն ինչից ձևավորվում է երևի, թե մարդը կրթվում է եւ դաստիարակվում է, չէ՞, եւ լավ եւ վատից ձևավորվում է։ Suffer tonight. I find out when I can trust, and boy, I believe in us. I am terrified to love for the first time. Լավ, Նարեից անցում կատարելով ձեր հասցեին հնչած տարբեր ասեկոսեներին կուզեինք անդրադառնանք դրանցից մի քանիսին։ Նույնիսկ հաշվի չառնելով այն, որ Սամվել Գրիգորյանը արդեն շատ վաղուց կազմել է իր ընտանիքը, ունի երեխաներ, ձեր հասցեին խոսակցություններ էին պտտվում, որ դուք եւ դերասանուհի Մերի Մակարյանը պարզապես ընկերներ չեք։ Վերջինս մեր տաղավարում լինելով խոստովանեց, որ նման բան չկա եւ չի էլ կարող հոր տարիքի տղամարդու հետ ինչ-որ կապ ունենալ։ Ճիշտն ասած, այդքան հայր եւ դուստր հարաբերություններ չի մեզ մոտ եւ այդ արտահայտությունը իհարկե ես լսել եմ, որովհետեւ շատ ուրիշ տեղ նույնպես պատտվում էր այդ արտահայտությունը հորս տարիքի, ինչ որ տարիքային մեզ մոտ ընդհանրապես երևի մի 10 տարվա տարբերություն լինի, հայր եւ դուստր չենք կարող լինենք, ամուսիններ էլ միգուցե եւ կարող էինք լինել։ Չնայած ասեմ, որ մեզ մոտ ոչ մի նմանատիպ բան երբևիցե չկա, մենք աշխատանքային ընկերներ ենք եղել, մեզ մոտ ամեն ինչ հրաշալի վիճակում է, ամբողջ աշխարհը պատտվել ենք միասին եւ երբեք անգամ չկա այդ ինֆորմացիան ընդհանրապես սխալ եւ սուտ եւ անիմաստ, չէր էլ կարող լինել որևէ ուրիշ բան։ Եվ հետևելով ձեր երկուսի Facebook-յան էջերին նկատել ենք, որ բացարձակ դեր այդ խոսակցություններին նշանակություն չէիք տալիս, ավելի նոր համատեղ լուսանկարներ եք տեղադրում, որպեսզի բարձ դառնա բոլորին, որ չկա նմանատիպ բան։ Այ հետաքրքիր է, այդ ամենը իրոք միևնույն է ձեզ համար։ Միևնույն է, այո։ Ամենակարևորը որ կինս խելացի է եւ ամեն ինչին նայում է իսկապես նորմալ, really, հա, նորմալ է նայում։ Ես ունեմ հրաշալի կին, հրաշալի ընտանիք, որոնց ես շատ սիրում եմ եւ ես չեմ պատրաստվում ընտանիքումս որևէ տհաճ իրավիճակ ստեղծեմ ինքս իմ ձեռքով։ Դա ես չեմ կարող անել, որտեղ ես ունեմ հրաշալի կին, որին շատ սիրում եմ, ունեմ երկու երեխաներ, որոնք մեծ կյանքին պատրաստ են արդեն ոտք դնելու, ինչի մասին է խոսքը։ Առհասարակ որպես արտիստ որքանով եք նպատակահարմար գտնում նման ասեկոսեներին որևէ մեկնաբանություն տալ, որովհետև բոլորս էլ գիտենք, երբ արտիստը որևէ լուր չի մեկնաբանում, հասարակության զգալի մասը գործի է դնում իր ամբողջ երևակայությունը եւ դրանից ելնելով ել ավելի բուռն եւ ավելի հետաքրքիր ասեկոսեներ է տարածում։ Եթե չեմ սխալվում, վերջերս էլ ասում էին, որ Սամվել Գրիգորյանը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ այդ լուրը դուք նույնպես չմեկնաբանեցիք։ Ունեցել եմ առողջական խնդիրներ, դա եղել է մոտավորապես 5 տարի առաջ եւ փառք Աստծո ամեն ինչ ավարտվել է, ամեն ինչ վերջացել է եւ հիմա լիարժեք նորմալ վիճակում եմ։ Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ասեկոսների մեկնաբանություն տալը դա նման է ոնց որ կրակի վրա բենզին լցնելը, որքան նեյտրալ վիճակում, որքան հեռու եւ առհասարակ չխառնվել եւ չշփվել, այնքան ավելի հեշտությամբ թեթևանում է եւ շուտ անցնում է այդ պատմությունները։ Ավելի լավ է այդ տեսակում։ Բայց չեք կարծում, որ լինում է նաև հակառակը եւ երբեմն այդ լռությունը ավելի է, հա, ամեն ինչը լարում եւ ավելի խոսակցությունների առիթ է տալիս։ Սաթենիկ ջան, ավելի լավ է լռելը, քան ստեղ խոսելը, իմ կարծիքով։ Այսինքն դուք ավելի գերադասում եք, հա, ոչ հերքել, ոչ հաստատել, կամ մեկ անգամ, հա, ասենց հստակ հերքել երբեմն երբ որ լինում են պես
առիթներ երբ որ լինում են, հա, ինչ որ որևէ մեկի հետ հարցազրույցի ժամանակ հարցը ուղղում են, հարցի պատասխանը ստանում են, բայց ես դա դիտմամբ ինտերնետում, հա, դնել ինչ որ հերքումներ անել բան, ավելի լավ է ոչ։ Չգազազացնենք ոչ մեկին, այտենց ավելի ճիշտ կլինի։ Վայրում նստի մոտդ կուկավար նմանին լենական Կես պես կավակ չեմ հանդիպեր ես երնին կեզ է գուրբան Ախրին գյումրին ուրիշ է կես կասեմ դու իմացի Զոհի սանա ուրդուց կերնի գյումրեցի լենականցի Զոհի սանա ուրդուց կերնի գյումրեցի լենականցի Վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, որ այս տարի երկարվեստում ավելի ակտիվ եք լինելու եւ ինչպես քիչ առաջ նշեցիք, նույնիսկ զուգերք եք ունենալու Նարեի հետ ձեր դստեր։ Այ հետաքրքիր է, Սամվել Գրիգորյանը հանդես կգա նորովի, կտարբերվի նախկին Սամվել Գրիգորյանից։ Եթե Նարեի հետ զուգերքը ներկայացնենք, միանշանակ կտարբերվեն։ Իսկ առանցին ինքս երգեր, որոնք գրված են, կան երգեր, որոնք իսկապես հրաշալի երգեր են, որոնք արժանի են, որպեսզի նկարահանվեն տեսալովակ, երգերի ժամանակ դեռ հələ ոճային տեսակը, հա, դեռ որոշված չի։ Ընդհանրապես ձայնագրենք երգը, որից դուք հասկանաք արդեն ամեն ինչ։ Կուզեինք անդրադառնանք նաև տեսահոլովակներին, այ ի տարբերություն ձեր երգերի, որոնք թվով այդքան էլ շատ չեն, տեսահոլովակները կարծես թե զիջում են դրանց։ Այ ինչն է խնդիրը, որ երկար տարիներ լինելով, հա, այս ասպարեզում շատ քիչ են նկարահանված տեսահոլովակները։ Ну, տեսահոլովակները քիչ չեն, ուղղակի մի ժամանակ կար այդպես մի հասկացողություն, տարեկան մեկ անգամ տեսահոլովակ նկարելը դա արդեն լավ է եւ վատ չի, հա, բավականին լավ է։ Հիմա է ուղղակի մի փոքր շատացել են, վերջին 2-3 տարիների ընթացքում ես ինքս տեսահոլովակ չեմ արել, վերջի տեսահոլովակը որ նկարվել ենք դա Ալա Լևոնյանի հետ զուգերք էինք արել միասին եւ դա է եղել, դրանից հետո ոչինչ չեմ արել։ Կարծում եմ իմ պարագայում երևի թե պետք է չի ավելի շատ անել, հա։ Նարեի հետ տեսահոլովակը որ մենք անենք շատ կարծում եմ լավը կլինի, կարծում եմ համոզված եմ որ սիրուն երգ կլինի եւ սիրուն տեսահոլովակ կլինի, լավ աշխատանք կլինի։ Սամվել, մի տեսակ կարծես թե թերագնահատում եք ձեր երգեցողությունը եւ առհասարակ երկարվեստում ձեր դերը, որովհետեւ անընդհատ նշում եք, որ դուք երգիչ, հա, հաղորդավար եք, պետք չէ շատ տեսահոլովակներ, այն ինչու։ Դե որովհետեւ որպես երգիչ, չգիտեմ, ես ինքս չեմ թերագնահատում, ուղղակի ես ինքս որպես երգիչ նորից եմ ասում, իսկ պրոֆեսիոնալ երգիչ չեմ։ Ինձ համար շատ լավ երգիչներ կան, որոնց հաճույքով լսում եմ եւ ուրախանում եմ շատ։ Գործընկերներից մասին է խոսքը։ Ես որպես երգող դերասան եւ դա չեմ համարում ինքը, հա, Եվրոտեսիլ չեմ գնալու միանշանակ, հա, եւ ոչ էլ Սլավյանսկի բազար կամ որևէ ուրիշ տեսակի մրցույթների չեմ մասնակցել։ Ես կարծում եմ երգիչները դրանք մրցույթներին մասնակցող երգիչներ են։ Իսկ իմ տեսակ մարդիկ, որոնք կարող են ուղղակի հետարքել ինչ որ երգ, տարվա մեջ 2-3 ինչ որ աշխատանք ներկայացնեն, գեղեցիկ տեսահոլովակ նվիրեն, հանդիսատեսին եւ վերջ։ Փաստորեն ինչ որտեղ վախն է պատճառը։ Վախ չկա բացարձակապես, վախ կա։ Կոլեգաների կողքին չերևալու։ No, բացարձակ, չէ, օրինակ իմ ամենասիրելի երգիչների կողքը ես ներկայանում եմ որպես երգիչ եւ ներողություն մի փոքր անհամեստություն եմ ասում, ծափարությունների քանակս ավելի քիչ չի, քան նրանց։ Վախ չկա բացարձակապես, ուղղակի ես որպես հաղորդավար ինձ ավելի լավ եմ զգում, ավելի կոմֆորտ, հա։ Երբ որ մի փոքր երիտասարդ էի երգում էի լավ էր, այն ժամանակը այդպես էլ լավ։ Գա երևի թե մի ժամանակ որ կթողնեմ հաղորդավարությունը օրինակ չի բացառվում եւ միայն երգիչ որպես կլինեմ։ Գուցե դերասան նաեւ ինչպես նշեցիք։ Դերասան միանշանակ։ Լավ, Սամվել, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար, հետաքրքիր զրույց էր։ Ցանկանում ենք ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ, իսկ Նարեին ցանկանում ենք, որ տարիներ շարունակ նրա անունը հայկական շոու բիզնեսում հնչի ոչ թե որպես Սամվել Գրիգորյանի աղջիկ, այլ որպես զուտ երգչուհի եւ ամենակարևորը հաջողակ երգչուհի։ Շնորհակալություն բարի խոսքերի համար, մաղթանքների համար, ես նույնպես, հա, դուք տվեք, ձեզ նույնպես մաղթեմ, եթե ընտրել եք հեռուստատեսությունը եւ այս ասպարեզը, մաղթում ձեր աշխատանքում, ձեր բռնած գործին, հա, կանաչ ճանապարհ, կանաչ ստեղծագործական ճանապարհ, առողջ երջանիկ կյանք, հաջողակ լինեք միշտ յուրաքանչյուր ձեր բռնած գործում եւ ամենակարևորը, հա, կանացի երջանկություն, հա, որպես կանաչ սերը ներկայացնել միշտ պահանջված, միշտ սիրելի միշտ բարձրացում։ Շնորհակալ ենք ձեզ նույնպես։ Մեր այսօրվա տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio-ն ոճաբան դիմահարդար Ագա Քանքանյանի ղեկավարությամբ հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի գործում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացվում են ժամանակակից լավագույն սարքավորումներով։ Հասցե Իսահակյան 14։
Այսօր այսքանը, մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պայել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփարտներ կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։